Կսկսենք եվրոպական խմբից, այստեղ է կարևոր բաներ կա, Հայաստան հատուկ խումբ է ուղարկվում, այդտեղից կսկսենք բաժանորդագրվեք Չիբուշյան Լևիթ Ալեքին, արդեն կոնկրետ սկսենք թեմաները քննարկել, սա անոնսներ։ Ուրեմն սկսենք Հայաստանից, ես ընթերցեմ ուրեմն լուրը, հետո հասկանանք ինչ տեղի ունեցավ։ ԵԱՏՄ երկրներից գումար բերելու, չէ, միած սկսենք հələ Եվրամիությունից, նոր սրանք անցնենք, հա։ Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար, նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող հիբրիդային արագ արձագանքման խումբ, ապա հնարավոր է Հարավային Կովկասի այս երկրում ավելի մշտական քաղաքացիական առաքելություն մշտական։ Ազատություն ռադիոկայանի տրամադրության տակ է Հայաստանի արտաքին գործերի նախարարի Բրյուսել հասցեագրված նամակը, որով Արադ Միրզոյանը փետրվարի 13-ին խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։ Եվրամիության նմանատիպ մոտ 20 հոգանոց խումբ էր ուղարկվել Քիշնև, Մոլդովա, անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, աջակցելու Մոլդովայի իշխանություններին սոցիալական ցանցերում Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվության վաղ հայտնաբերման եւ հակազդման գործում։ Եվ Բրյուսելը եւ Քիշնևը այդ նախագիծը հաջողված են համարել եւ Եվրամիությունն այժմ ցանկանում է նույնն իրականացնել նաեւ Հայաստանի համար կարևորագույն ընտրությունների շեմին, որոնց վրա, ինչպես սպասվում է, Ռուսաստանը կփորձի ազդել։ Սա շատ լավ լուր է, հարգելի հետևորդներ, բան չունեմ ասելու։ Շատ կարևոր լուր է եւ սա շատ կարևոր աջակցություն է, բայց եկեք համեմատենք ինչ տեղի ունեցավ Մոլդովայում եւ ինչա տեղի ունենում Հայաստանում։ Ուրեմն Մոլդովայում օրինակ այնտեղ երկու օլիգարխ կա, որոնցից մեջը շատ հայտնի Իլան Շորը, ուրեմն նախ սկսենք նրանից, որ Եվրամիությունն անդադ ասում էր դիմեք Մոլդովային օգնության խնդրանքով, այսինքն որպեսզի Մոլդովան ուրեմն ցույց տա ձեզ ձևերը, ինչպես է սանդում պայքարել ուրեմն ապատեղեկատվության, ռուսական փողերի, ռուսական գործակալների դեմ։ Դա չարվեց, ես իդեպ այդ ամեն ինչը պահել եմ, նաև մի հոգի էր այդ ծրագրով գնացել Մոլդովա, խայտարակ մեկը, որը ուրեմն գնացել էր Մոլդովա խայտարակել մեզ հետերեք է, ուրեմն ուղարկել էին ռուսական գործակալիկի մի հատ, այնտեղ վերապատրաստվելու, դուք պատկերացնեք ռուսական գործակալին ուղարկել էին Մոլդովա, ինչի խոսքով այդ ամեն ինչը ես պահել եմ, այս ընտրական շրջանը, հերթով սաղին ամեն ինչին անդրադառնանք, ոչ մի բան չի մնալու փակված։ Ես ուզում եմ, որպեսզի խոսքերը գործերին բռնեն, բոլորի, եւ արևմտամետ իրենց ներկայացնողների, եւ Ռուսաստանին քննադատողների ժողովուրդ, այնքան լուրջ ենք մոտենալու հարցին։ Օրինակ, ենթադրում եմ վաղը, քանի որ երեք չկարողացա մտնեմ եթեր, երևի այսօր Թրամփին կնվիրենք եւ նաեւ այս թեմային, ուրեմն վաղը ենթադրում եմ կանդրադառնանք կամ վաղը կամ մյուս օրը, ենթադրում եմ վաղը, եթե կարծում եմ կամ տեսնենք ոնց կստացվի, համենայնպես հաստատ առաջիկա 2 օր ուշադիր կնեք ուղակի անոնսին։ Ուրեմն Ռուսաստանին քննադատելը դա բացարձակ չի նշանակում, որ դու արևմտամետ ես կամ կոմպետենտ։ Որտեվ այսօր բոլորը, տեսեք, մարդիկ հասկանում են, չէ՞ որ Ռուսաստանը պոպուլար չի, ենթադրենք մեծամասնության մոտ բնակչության, ուրեմն Ռուսաստանին քննադատեն, որ ձեներ հավաքեն, բայց պետք է հասկանալ դու ով ես ու ինչ ես առաջարկում։ Այսինքն, բազմաթիվ շարլատաններ կարող են օգտվել այդ տարբերակից եւ Ռուսաստանին քննադատել ամենադաժան ձևով, բայց գալ ու ոչ մի բան չանել, կամ գալ չհասկանալ ինչա պետք անել, կամ չառաջարկել կոնկրետ ծրագիր, հա։ Դրա համար կոնկրետ այս բոլոր հարցերով մենք խոսելու ենք, մենք չենք թողելու օդի մեջ։ Բոլորի խոսքերն ու գործերը իրար համատեղելու ենք, արտահայտությունները, բացթողումները, որովհետեւ դուք այսուհետ ձեր չափանիշը ընդհանրապես ում պետքա ընտրել, ով պետքա լինի ձեր ղեկավարը, դուք կարողանաք ընտրել ամենակոմպետենտին, որտեղ հերիքա շարլատանների դառն անցել է, ամեն դուսպրծուկի, իբր գրագետ խոսողի, ասենք, դա ընդհանրապես կապ չունի։ Մարդը ինչ խոսա, ինչ կասի, ոնց կասի, կարևորը թե կոնկրետ ինչ է առաջարկում, ինչի է այդպես անում կամ այնպես անում, կոնկրետ հստակ, ինչ կապեր ունի, ինչ բեքգրաունդ ունի, ում հետ է աշխատում, ում հետ է արդեն կամ հանդիպել, կամ ով է իրան ընդունում ընդհանրապես դրսում, ով է եղել օրինակ ինքը իր կյանքով մեկ կներեք այս արտահայտությանս համար, հա։ Սա պետք է հասկանանք, որ անգամ եթե երիտասարդը նորամատ է քաղաքականություն, ո՞նց է կապեր ստեղծում, ում հետ է կապեր ստեղծում եւ ինչ է անում, որտեղից է արմատները ծագում, ուր է գնում, այդ ամեն ինչը մենակ Ռուսաստանին քննադատելով չի, մենակ գրագետ խոսելով չի, որովհետեւ մենք օրինակ ես բազմաթիվ, չգիտեմ, դեպքեր եմ հանդիպել, երբ որ այսպես ասած անգիր անող գերազանցիկներ են եղել, ընդհանրապես ասենք, կամ այսպես արագ-արագ խոսացողներ են եղել, բայց իրենք ընդհանրապես ասենք կամ շարլատան են եղել, կամ ասենք ոնց ասեմ, վերլուծական ունակություններից 0։
Այսինքն եթե անգամ գիրք կարծած է լինի դրես, ինքը չի իմանա ինչ պետք է անում, ինքը վերլուծություն չունի, բազմաթիվ այդպիսի մարդկանց եմ հանդիպել։ Դրա համար մենք մանրամասն ու վերջում կտեսնենք իրականում մեր ասածն հետո մեզ հավատացեք, ես ալիքը լսում են գրեթե բոլոր կարևոր ֆիգուրները, գրեթե բոլոր, ես դա գիտեմ, ժողովուրդ ջան, մեզ լսում են եւ լսում են, այսպես ասած, ծերից ծեր, այսպես ասեմ, որովհետեւ հասկանաք։ Եվ անգամ ես բազմից եմ նկատել, որ իմ ամեն խոսքից հետո ես տարբեր տեղերից տեսնում եմ, որ մարդիկ իրենց պատահական հարցազրույցներում անդրադառնում են իմ ասածներին, կամ իմ թեզերն են առաջ տանում։ Այսինքն ինձ անգամ իմ հետևորդներն են գրում ուղարկում, ասում են՝ «Նայ, ես մեզ լսում ա» կամ այսպես։ Իմ հետևորդները գիտեն արդեն։ Դրա համար պետք է հասկանանք եւ ես ուզում եմ ասել, չի անցնելու մանր մուխլոժները։ Անկամ եթե ինձ լսում եք եւ փորձում եք ինձ հաջողանալ, չի անցնելու, ունենց հարցեր եմ դեմները դնելու։ Դուք երևի չեք պատկերացնում, որ այսպես ասեմ, դուք չեք պատկերացնում, որ ինձ խափել չի լինի։ Ինձ ֆրասնել չի լինի, որովհետեւ դուք պետքա շատ հացուպանիր ուտեք, որ իմ չափ փորձ ունենաք ես քաղաքական դաշտում, ես ինչ եմ տեսել, ինչ եմ արել, իմ չափ հասկանաք, իմ չափ վերլուծություն ունենաք, ու ես շատ լավ գիտեմ արդեն ով հետ է, ով խամաճիկն է, ով ինչի հետ միացավ, այդ ամեն ինչը ես շատ լավ գիտեմ ամեն արևմտամետ ինչ արմատ ունի, ով է արևմտամետ նշանակել, այդ սաղ ես գիտեմ, ես Հայաստանից եմ, Ժորժ ջան, ես աշխատել եմ 13 տարի այդ խոհանոցում բոլորին անգիր գիտեմ։ Եվ արդեն գիտեմ, ես որոշակի պաուզա եմ տալիս, սպասեմ տենամ ով ինչ քայլեր անում, հետո տեսնում երկու հոգի իրար կապնում, արդեն հասկանում եմ ով է պապան։ Այդ ամեն ինչից լավ հասկանում եմ, դուք չեք կարող ինձ խաբեք։ Դրա համար հերթով սաղիթ անդրադառնում, ես չեմ դա կարծում անգամ անուններով էլ իմաստ չկա։ Ես ուղղակի տալու եմ մարդկանց գաղափարները, մարդիկ կլսեն ես ինչ եմ ասում, կհասկանան ես ինչ եմ ասում, եւ հետո իրանց ընտրությունը կկատարեն։ Ակա շատ դեպքերում անունել չեմ տալու, որովհետև անիմաստ է, ուղղակի անիմաստ է։ Մարդիկ կհասկանան։ Դուք էլ կհասկանաք շատ լավ, բոլորդ կհասկանաք ինչ եմ ասում։ Սա մի կողմ, բայց սա երևի վաղ կամ մյուս օր ավելի մանրամասն կանդրադառնանք որոշ դրվագների, հա, սկսած մեր ձևիստներից, վերջացրած իբր արևմտամետներից, իբր Ռուսաստանի դեմ խոսացողներից, սա ինչը մենք հերթով կհասկանանք։ Հիմա, բայց իշխանությունները եթե օգնություն են խնդրում, բայց թույլ են տալի եւ առավոտից իրիկուն ասում են երկու օլիգարխ ու Քոչարյանն ու երկու օլիգարխը, Քոչարյանն էլ է օլիգարխ, սկսենք այդտեղից։ Քոչարյանը ամենամեծ օլիգարխն է, որտեղ եւ քաղաքականության մեջ է եւ ահռելի կարողություն ունի, սկսենք այդտեղից։ Դե 3 օլիգարխ է, նկատի ունեն Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Քոչարյանի պլանն է, ինչ որ տես բաներ են խոսում եւ այլն։ Բայց ակնհայտորեն ես տեսնում եմ, որ ԿՊ-ն իր քարոզարշավը շատ վտանգավոր ձևի կառուցում է, այն ինչ որ ես ասում հստակ է, Ժորժ ջան, չկասկածեք։ Իրանք փորձում են հաջողանալ համ Պուտինին, համ Եվրամիությանը։ Գնում են Եվրամիությանը, ասում են Պուտինը մեր դեմ աշխատում է, գնում են Պուտինին, ասում են մենք կթողենք, որպեսի, այսինքն ցույց են տալի, որ մենք կթողենք, մենք պարլամենտում արևմտամետ չենք թողի։ Մենք պարլամենտը ձերը կլինի ու մերը իրար հետ կկիսենք։ Բայց քանի որ իրանք Պուտինին չեն վստահում, որտեղ Պուտինը մի անգամ իրենց գցել է պատերազմի ժամանակ, ես ձեզ ասել եմ բազմից, որ լսել են ուշադրի վետերն, սա բացատրել եմ ինչա տեղի ունեցել։ Ես իմ ասածում համոզված եմ, շարունակում են ապացույցները գալ, հերթով որ այդպես էլ եղել։ Ուրեմն հստակորեն իմացեք, որ ակնհայտորեն իրանք փորձում են հաջողանալ երկուսին էլ, բայց իրանք վախենում են, որ Պուտինը կգցի իրանց։ Այսինքն վերջին պահին կարող է այնպիսի մեթոդներ օգտագործի։ Հիմա ինչ արեց Մայասանդում, փողը կտրեց, аэропортում ստուգումներ Ռուսաստանից եկողներին կամ Հայաստանից, որովհետև գիտեր, որ Ռուսաստանը, այսինքն այն երկրներից, որոնք վստահել չեն, այդ թվում Հայաստանը, որտեղ շատերին Հայաստանից էին ուղարկում, ռուսական паспорт ունեցողներն էլ չասեմ, բոլորին զննում էին, ամեն կոպեկը ստուգում էին, որպիսի քեշ փող ապօրինի չմտնի, որտեղ այդ փողը բաժանում էին ժողովրդին թաքուն ռուսամետներին կամ չեզոքներին, որպեսի նրանք գնան ու քվեարկեն ռուսական ուժերի օգտին։ Հիմա ուրեմն տեսեք, ոչ միայն իրանց ամբողջ քարոզարշավը կառուցում են, թողել են որ գան, իրանց այսօր արդեն ակնհայտ է եւ այդ ռոպագանդան բերում է նրան ռուսական ալիքները բաց թողելով, այսպես ասում է, այդ օլիգարխներին սարքելով հիմնական օպոտենտ, հիմնական ամբողջ PR-ը մեր ձևով իրանք ստեղծեցին, Ժորժ ջան, իրանք։
Եվ հիմա իրանք համ Եվրոպայից այսպես ապահովագրության համար խնդրում են խումբ, համ ոչ մի բան չեն անում, որ դա կանխեն։ Ես էլի եմ ասում 100% իմացեք։ Բոլոր հիմքերը ունեն։ Մենք այսօր չեմ ուզում անդրամ Քոչարյանին էլ արգելելու։ Քոչարյանին արգելելու։ Բոլոր հիմքերը ունեն։ Ուրեմն Քոչարյան դաշնակցություն երկար ժամանակ խոսում եք, որ 22 թվականին, թե 22 թվականին ոնց որ ինչ որ համաժողովա դաշնակցական եղե։ Բա ինֆորմացիա ունեք ներսից, որ իրանք Հայաստանը պատրաստվում են տալ Ռուսաստանին, բա դուք ո՞նց եք այդ ուժին թույլատրում, եթե այդքան ինֆորմացիա ունեք, սկսենք այդտեղից։ Այդ մենակ այդ մասով չեմ ուզում երկար անդրադառնամ։ Գումարած։ Մենք եթե կհասկանանք, այնտեղ Գագիկ Ծառուկյանի պահով էս ինչ տեղի ունեցավ, այնտեղ մի հատ թեթև թեմա կա, որ պետք է հասկանալ, բայց գլոբալ ամբողջ իրանց քարոզչությունը ձայն հավաքելու, որ ժողովուրդ, փրկեք մեզ, որտեվ եթե դուք մեզ չփրկեք, կգան օլիգարխներն ու ռուսական օլիգարխները, թե չէ մեզ պետք է փրկեք, որտեվ իրանք հասկանում են, որ ուրիշ տարբերակով իրանք չեն կարող մեծամասնություն ստանալ։ Իրանք դա անգամ կասկածում են, այնքան վախեցած են, որ հիմա էլ չեն կարող մեծամասնություն ստանալ, որովհետեւ փոխանակ արևմտամետ ուժերին հավաքեին, թեկուզ ներքին կարգով ինչքան էլ ընդհանուր պապա ունեն։ Հասկանում եք, ինչ եմ ասում։ Ինչքան էլ պապան ընդհանուր է, հավաքեին 20 շնակով պապայի մտքերն է կեղտոտ։ Ինչը մենք շուտվանից գիտենք։ Պապան ջրի շախմատ է խաղում։ Դե ասեին արևմտամետ ուժերը 24 թվականի ապրիլի 5-ից հետո տղեկ չթողնենք, որպեսզի ռուսական ուժերը գան եւ գրավեն հիմնական ընդդիմադիր դաշտը։ Ուրեմն դառնում եք մեզ ամենադաժան ընդդիմությունը, օրակարգ եք քաշում, հատկապես որ իրենք ներկայացրեցին նախաձեռնությունը ազգային ժողով, օրակարգ եք քաշում արևմտյան օրակարգը, մեզ քննադատում եք անխնա, դառնում եք մեր հիմնական ընդդիմությունը, հավաքում եք մարդկանց, համախմբում եք ձեր շուրջը եւ չենք թողում, որ եւ ձեր կշիռը բարձրացնում եք, ոչ թե հիմա ինչ ստացվեց, սրանք սազանդարություն են անում առավոտից իրիկուն, առավոտից երեկո իրանց էլեկտորատն ու Նիկոլի էլեկտորատը նույն մարդիկ են, մարդը, եթե տեսեք, իրենք ինչ որ հույսեր են ապարդյուններ շնչում, տեսեք, մարդը, ով որ սազանդարություն է անում, հիմնականում դրանք հավանում են, ովքեր Նիկոլի էլեկտորատն են, բայց այսինքն իրանց էլեկտորատը նույնն է, ընտրողը նույնն է, վերջի պահին գնալու է ընտրատեղամաս, ասելի չեմ նրանց են տալի, տարբերությունը 10-15% է, նրանց ու նրանց էլեկտորատի միջև, 10-15%, նրանք ձեն չեն ստանալու նորմալ, եթե իհարկե չորոշեն, ելնելով Պուտինի վիճակից, որ պետք է անցկացնել մեկին, ասենք մի 4-5%-ով, հա, դա էլ բայց եղանակ չի փոխում, այնքան որ բայց դա էլ վատ չի լինի, որ ազգային ժողովում էլ ինչ որ ձեն լսվի, հա, որտեղ հիմնական ընդդիմությունը լինել ռուսական։ Եվ հիմա համ Պուտինին չեն ուզում գցեն, համ ուզում են Պուտինին պահեն, համ արևմուտքին ասում են, բայց կարող է Պուտինը սենց անի։ Իսկ ինչի Մոլդովայի օրինակը, ինչի Մայասանդուի հետ ինչ չխորհրդակցեցիք, ինչու չօգտվեցիք Մայասանդուի մեթոդներից, հա։ Հարց եմ տալի, ինչու եք թույլ տալիս, որ Ռուսաստանից եկած օլիգարխը դա ակնհայտ է, որ դուք կարող եք արգելել նրան, հատկապես որ ներսում էլ խախտումներ եք գտել։ Չպետք է այդ ուժը լինի։ 5 վայրկյանում, եթե նորմալ ԱԱԾ ունեք, 5 վայրկյանում կապացուցեք, որ նրանք դրսի մարդիկ են, նրանք չեն կարող ընտրություններին մասնակցել։ Էլ չեմ ասում Ծառուկյանը։ Ժորժ ջան, տեսեք, ես հիմա չեմ ուզում հրապարակեմ, բայց ես այնքան ինֆորմացիա եմ ստանում հենց հիմա, ինչ է կատարվում ներսում, անգամ ես չեմ ուզում դա բացահայտեմ, որտեղ այն մարդիկ, որ հաղորդում են, ասում են պետք չի հələ, որ պետք չի բացահայտել։ Բայց այն ինչ որ ես գիտեմ, իրանց ԱԱԾ-ն 5 վայրկյանում կարա իմանա եւ արդեն գիտի, բայց ոչ մի բան չեն անում։ Այդ ես շատ լավ գիտեմ։ Հավելին ասեմ, Ծառուկյանին էլ արդեն կարող են արգելել։ Բայց չեն անում։ Ինչի ես գիտեմ ինչի, բայց իրանք չեն անում։ Մայասանդուն նախ կտրեց այդ թելը, սկսենք այդտեղից։ Այսինքն, եթե դու այդ երեքին ուղակի զրկես եւ բոլոր իրավունքները ունես, որտեղ նրանք դրսի ակնհայտորեն դրսին են ծառայում, ռուսական դրոշներով մենակ ցույց անել արդեն խոսում է, որ իրենք կարաս արգելես իրանց։ Հանգիստ։ Սա պետական դավաճանության մեջ կարաս մեղադրես, ուրիշ երկրի են ծառայում, բաց այդ նյութերական պետություն են քարոզում։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա, բայց ոչ միայն դա չեն անում։ Հիմա եկեք մի բան հասկանանք, ամենակարևորը։ Ուրեմն ես իդեպ սա ասում եմ, ուրեմն եթե, տեսեք ես ասում եթե, ուզում եմ ճշգրիտ լինել, չասեք Չիբուխչյանը մի բան կոռեկտ չասեց, ես տնտեսության այդ մանրուքներից կետերից, բայց ինձ շատ հավաստի աղբյուրից հետևյալ բանն են ասել։ Ես Պապոյանն, չգիտեմ, Ռուբինյանն, ով կլինի, Սիմոնյանն, որ մեկը, խնդրում եմ հերքեք իմ ասածը, ես շատ ուրախ կլինեմ։ Ես հիմա ասում եմ ինչ որ ինձ ասել են, դուք վաղը խնդրում եմ, ես շատ կուզենամ
աղաչում եմ, ուղղակի դուրս եկեք, ասեք ձեր տեղեկությունը սխալ է ու ասեք ոնց է եւ ինչա ես հանգստանամ։ Հիմա ինձ տեղեկություն հայտնեց հետեւյալի մասին. ԵԱՏՄ երկրներից գումար բերելու անգամ օդանավակայանով արգելք չկա։ ԵԱՏՄ օրենքներով այդ ԵԱՏՄ-ն այդ որ ԵԱՏՄեցիք մեզ սաղից, այդ որ ասում ենք այդ այլանդակությունից դուրս եկեք, իսկ իրանք ասում են մեզ ձեռնտու է։ Բայց այդ ինչի է ձեռնտու, ուրեմն ի՞նչ է ստացվում։ Ուրեմն ԵԱՏՄ-ով Ռուսաստանից կարող ես անսահմանապակ գումար բերես առանց մաքսային արգելքի։ Միայն պետք է նշել գումարի ծագման աղբյուրը։ Ընդ որում որքան հասկանում, սա մեր կենտրոնական բանկն է այդ որոշումը սահմանել, այսինքն այդ պարամետրերը սահմանել։ Հիմա հարց Ժորժը։ Ասենք Ռուսաստանից ինչ որ բանկ, ասենք այդտեղ բանկ ձեռնարկություններ ունեն, չէ՞, բանկային եւ այլն։ Բերում ասում է բանկի գումարն է, ասենք ես բանկից եմ բանկ եմ տեղափոխում։ Կոպիտ ասած, մեր բանկն է, մեր մասնաճյուղն է, սենց եմ գումար։ Կամ ցանկացած բիզնեսմեն ասում է իմ օգուտից ստացած գումարն է, այսինչ ձեռնարկությունից։ Բերում եմ Հայաստան։ Ըստեղ եմ բերում ուզում ներդրում անել ու հետո ասենք խոսքի մի 15 միլիոն կամ 20 միլիոն կամ մի, չգիտեմ, մի միլիարդ ռուբլի է բերում, ասենք, տարբեր բաներով, кейսերով եւ այլն։ Ու տանում են բաժանում են ընտրողին թաքուն, հետո ոնց է լինում Ժորժյան այդ ամեն ինչը, ոնց է տենց ստացվում։ Այսինքն Մայա Սանդուն ամեն մի անվստահելի երկրից եւ ամեն մի անվստահելի քաղաքացուն հանվացնում էր аэроպորտում, որպեսզի ապօրինի գումար չմտնի շատ երկիր։ Եվ ինքը ատամներով պայքարեց ու հաղթեց։ Սրանք ափաշքարա ըստ իմ ունեցած տեղեկությունների, որոնք խնդրում եմ հերքեք վաղը, ասեք Արմեն ջան, քո տեղեկությունը սխալ, մի ասեք Արմեն ջան, ասեք որոշ մարդկանց հայտնած տեղեկությունները ապա տեղեկատվություն, ասեք, ես չեմ նեղանը, ես ու բայց հանկարծ չասեք ապա տեղեկատվությունը ու անցնեք առաջ։ Կասեք ոնց է օրենքը։ Որտեղ ստացվում է, որ անսահմանապակ գումար կարան բերեն ու բաժանեն, ու ոչ մեկը դե չեք իմանա, այդ գումարը որտեղից է եկել, ոնց են բաժանել, ում են տվել։ Այսինքն միլիոններով գումար կարան բերեն բաժանեն։ Դրա համար էին ասում արդեն դե Կիրիենկոն 165 միլիոն դոլար նախատեսել։ Բա 165-ի լավ էլի կնախատեսի, ազատ կարան բերեն, ինչքան ուզում են, եթե իմացած տեղեկությունը ճիշտ է։ Բայց իմաստը որն է, որ դուք գնում եք Եվրամիությանը ասում եք եկեք օգնի, եթե ձեր մոտ տենց բարդակ ափաշքարա ԵԱՏՄ տարածաշրջանիստ, ռեգիոնալիստ լնեմ, բալանսիստ լնեմ վիճակա։ Ոնց կարա տենց լինի։ Ոնց եք դուք բալանսիստ, եթե գնում ասում եք եկեք մեզ փրկեք, մենք բալանսիստ ենք։ Բալանսիստներին չեն փրկում։ Ես ուզում եմ հասկանամ ոնց է տենց ստացվում, որ դուք մի կողմից սենց խաղ եք խաղում, հետո գնում եք ասում եք եկեք մեզ փրկենք։ Ոնց է տենց, ոնց որ չի կպնում տղերք իրար։ Հետո լավ էտել մի կողմից հասկանանք, էտել հասկացանք, հիմա հաջորդը։ Ես ասում եմ դուք լսեք, տեսեք իրանց գործերն ու խոսքերը որքանով է բռնում իրար։ Հաջորդը։ Գիտեք, որ 3 Ուկրաինայի պասկան ամսի 24-ին, այսօր արդեն 25-ն է, Ուկրաինայի պատերազմի ուղիղ 4-րդ տարելիցներ։ Եվ մակում քվեարկություն եղավ, դատապարտող այդ պատերազմը։ Հիմա տեսեք, պետությունների բացարձակ մեծամասնությունը կողմ քվեարկեց այդ ռեզոլյուցիային, Հայաստանը ոչ, Հայաստանը քվեարկել է ձեռնպահ։ Հիմա իրենք Ադրբեջանը չի քվեարկել ընդհանրապես եւ արևմտյան երկրներից այն ամենաաչքին կնող, որը եվրոպական երկրները այսպես բնականաբար կողմ են քվեարկել, մեր դաշնակիցները, մեր ընկերներ եվրոպական երկրները, խնդիր չկա։ Միայն Միացյալ Նահանգները դեմ քվեարկեց, ինչու։ Հիմա բացատրեմ։ Տեսեք, հիմա ինչ եմ սա ասում, որ հետո չասեք է, դե ԱՄՆ-ն էլ է դեմ քվեարկել, դե Ադրբեջանն էլ է դեմ քվեարկել։ Հիմա բացատրեմ ձեր տարբերությունն է։ Հիմա դուք ասում եք Մակրոնը մայիսին գալու է, հեսա եվրոպական լիդերներ են գալու։ Կոպեկի արժեք չունի ձեր այս պահվածքի պատճառով։ Քանի դուք բալանսիստ եք, դա նրանք կգան իրանց շահելից ելնելով, նրանք հետաքրքրված են տարածաշրջանով, բայց մեր ժողովուրդը չի շահի դրանից։ Հաձես քարտ բլանշ կտան ընտրվելու, բայց դրանից մեր գործը շատ առաջ չի գնա։ Այսինքն ժողովրդին դրանից ոչ մի բան, հա։ Նրանք փորձելու են ականջները այսպես ձգելով արագ դանդաղ տանեն իրանց կողմ։ Դա նրանց դիվանագիտությունն է, նորություն չի։ Բայց հարց ի՞նչ է ձեզ տալիս այդքան լիդեր ընդունելը, եթե այդ լիդերները հասկանում են, որ դուք բալանսիստ եք ձեր էությամբ։ Հիմա բացատրեմ։ Ադրբեջանը կարա չքվեարկի, ինչի գիտեք, որտեվ Ադրբեջանը Մյունխենում հանդիպեց նորից Զելենսկու հետ, Ալիևը բարձրաձայնեց Ուկրաինայում իրանց դեսպանատան
հարվածները, դատապարտումը, ճանաչումը ամեն առավոտ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ներառյալ Ղրիմը, որը դուք չեք արել մինչև հիմա, այն դեպքում, որ դուք այսօր պայքարում եք ձեր տարածքային ամբողջականության համար, դուք այսօր ասում եք մեր տարածքը 29743 քառակուսի մետր է ու այդ պետքա ճանաչվի ու ձեր շահերից է բխում այսօր ճանաչել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, դուք մինչև հիմա դա չեք արել, Սերժի քաղաքականություն, վերջի ասածը Սերժի ասածն է, դուք հələ ոչ մի բան չեք ասել այդ թեմայով, մինչև հիմա 4-րդ տարին է պատերազմի, Փաշինյանը չի ասել, որ ինքը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, Փաշինյանը չի ասել։ Եվ գնում եք քվեարկում եք ձեռնպահ, չեք դատապարտում, հիմա ասեմ բացատրեմ տարբերությունը, որ հասկանաք, հանկարծ չասեք է Ամերիկա ու Ադրբեջան։ Ադրբեջանը մեռավ օգնություն ուղարկելով գեներատորներով, վառելիքով Ուկրաինային։ Նա ինքան է ուղարկում առավոտից իրիգուն ուկրաինական մամուլը լցված ադրբեջանական օգնությամբ, որպեսզի դուք հասկանաք։ Ալիևը ամեն օր ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, նա հանգիստ կարա չքվեարկի, որտեղ նա տակից եւ վրից այնքան է օգնում, չհաշված ուրիշ բաներ էլ, որ խոսակցություններ կար, ես այս ժամանակին ներկայացրել եմ, հիմա չկրկնեմ։ Ասեմ դες ուրիշ բաներ էլ այո։ Հիմա վերադառնանք ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ն Ուկրաինային ահռելի տասնյակ միլիարդավոր միջև 100 միլիարդ դոլարի, այնտեղ Զելենսկին ասում էր կարծեմ 80 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Բայդենի վարչակազմի, 80 միլիարդ դոլարի։ Հիմա էլ Միացյալ Նահանգները զենք հավաճառում, դեպի որ խոսենք կոնգրեսում այդ մասին եղավ խոսքը, Ուկրաինային զենք հավաճառում ՆԱՏՕ-ի անդամների միջոցով հարգելի հետևորդներ։ Եվ ըստ էության ուկրաինական օդը այսօր բավականին այսպես այսքան ամենավտանգավոր հրթիռների դեմ պայքարում են ամերիկյան պետրիոտներով, օրինակ թե կապ չունի լավ վատ ամերիկյան զենք հավաճառվում, այսինքն լավաճան քիչ թե շատ ամերիկյան զենք հավաճառվում, իդե բավականին շատ են գնում, որտեղ այսօր Թրամփը ասեց դրա շնորհիվ մեր ամեն մի ռազմարտունաբերության ոլորտ ասենք աճի մեջ է։ Պատկերացրեք ինչքան զենք է գնում ամերիկյան Ուկրաինա։ Հիմա դուք կարծում եք դուք այդքանից հետո կարաք Ամերիկան Ուկրաինային վատ լավ օգնում է։ Իրա Թրամփի քաղաքականության չնայած բոլոր խնդիրներին Ուկրաինայի հետ կապված, օրինակ հանգեցրեց նրան, որ նավթի գները էլ ավելի իջան Հնդկաստանի եւ Վանի պատճառով, ռուսները հիմա ավելի մեծ զեղչով են ստիպված ծախել եւ տնտեսությունը ավելի է վատանում։ Այսինքն իրանք այնքան արած ունեն ամեն իրանց բոլոր թերություններով, որ դուք ինչներիդ վրա եք հույսը դրել։ Դուք ինչով եք աշխարհին ներկայանում։ Դուք ոնց եք այ բալանսիստներ, ձեզ հայլու մեջ նայում, երբ որ դուք չեք դատապարտում 4-րդ տարին է Ուկրաինա էնել տարելիցին, գնում եք եւ չեզոք եք քվեարկում։ Ինչ օգնություն եք, ինչ թաքուն խաղեր եք տալի Եվրամիության հետ, ինչ որ նամակները հայտնվել եւ այլ այսպես շարունակ։ Ոնց եք պայքարելու, եթե հանգիստ թողում եք Սամվել Կարապետյանները կուսակցություններ բացեն եւ ասենք դառնան ազգային ժողովում ձեր հիմնական ընդդիմությունը հատուկ այն դեպքում որ կարաք հանգիստ արկել եք, որտեղ ակնհայտ է, բացում դուք եք ասում եք ակնհայտ է, որ Պուտինից է օգտվում։ Ո՞ց եք թույլ տալի այդպիսի արտաքին ներմուծում, արտաքին ներխուժում Հայաստանի քաղաքական դաշտ։ Դա ոչ մի երկիր դա թույլ չի տա։ Եվրոպայից խումբ է գալի, լուրջ եք ասում։ Իսկ դուք ինչ եք անում։ Դուք ինչ եք անում, որպեսզի այդ ոչ մի բան։ Հենց ասում ենք ռուսական ալիքները փակեք, մենք դեմոկրատ ենք։ Շատ դեմոկրատ ենք։ Դուք սրանց լիցիմերյան եք, ռուսերեն լավ բառ կա, ձեր սիրած լեզվով ասեմ, լիցիմեր եք դուք, որովհետև Պարսիկ են խուժան դեսպանի չալմի պատվերով, անգամ դեսպանը վախացրեց ձեզ, առաջի օրը դեմոկրատ եք թույլ տվեցիք ցույցերը, հետո այն խեղճ պարսիկ աղջկան այն զոմբի անգրագետ տագետ նախորդ դարում մնացածները հələ սրա տատուները նայի, վարմ լավա ձեր ինչ շան գործն է մարդը տատուի անում թե չի անում, 21-րդ դարը իր մարմինն է, ինչ կուզի կանեի ոչխարներ։ Հերիք չեղավ էր ձեր տագիտությունը հանեք, ասեք գցեք Facebook-ները։ Արժանա պատիվ աղջիկը վախը չունեցող վերակացե պայքարում է, տատու ունի, չունի։ Հեսա շուտով ձեր երեխեքներ են ունալու, որտեղ շատ մոդա է հիմա տատուն։ Մարդուն ուզում են արտաքսեն, ԱԱՑ-ով ճնշում են գործադրում, առավոտից իրիկուն այդ մասին են խոսում։ Բա մի օր առաջ ասում եք մենք դեմոկրատ ենք, մեր երկրում չի կարելի ցույցեր արգելել, բայց արգելեցիք։ Բա ոնց է տենց ստացվում, որ միտեղ դեմոկրատ եք, միտեղ դեմոկրատ չեք։ Այդ տեսնում են, չէ՞ ախր, այդ մարդիկ դրսից տեսնում են, չէ՞ դե դուք չալմի պատվեր եք կատարում։ Ինչի՞ Սուրեն Պապիկյանն էս Նեղմաջալին գնացել Իրան հանդիպում Իրանի պաշտպանության նախարարից, որ ինչ։ Գիտեք օրորի կարող է Ձմեռ Պապին նվերներ բերել, այդ Ձմեռ Պապին հետո կանդրադառնանք, թող նվերները բերի, կջոգենք։ Այ քեզ բան։ Ում եք էշի տեղ դնում։
Սկզբից դուք մի բան արեք։ Չէ, գիտեք, ռուսական ալիքները չենք փակում, դու ռոպագանդան լցվի երաշտության միջոցով։ Նայում ես, որ մի Facebook-յան պրոֆիլը նայում ես, հատուկ սկսել եմ ընկերների հետ, որ երաշտություններ են դնում։ 90% ռուսական խուլիգան ռեպա, խուլիգան անմակարդակ երաշտություն են դնում։ Խի, աշխարհը առաջ է գնում, ամենազարգացած արվեստը արևմուտքում է։ Այդ արևմուտքից թխած էժան կոպիներով եք ձեր երկրին կերակրում։ Չեք ուզում օրիգինալը մարդիկ լսեն։ Չեք ուզում զարգանան մարդիկ։ Ռուսական մշակույթը կերսնում առավոտից իրգում, ձեզ ասել եմ կապ չունի, չասեք Սալավյովին փակել եք, այնտեղ ամեն մի ծրագ սպորտի մեջ քաղաքականությունը, սպորտային մեկնաբանները, այնտեղ կեղտի կտորներ են, բոլոր անգամ այդ որ ովքեր այնտեղ մնացել են եւ վարում են հեռուստատեսային, բոլորը պատվեր են կատարում, այդ թվում են կամեդի կլաբերից սկսած են այլանդակությունները։ Ես սա մոնիթորինգ եմ անում, որոնք քաղաքական պատվերներ են կատարում, այդ թվում մեր հայերը այնտեղ։ Արտուր Ջանիբեկյաններից, Գարիկ Մարտիրոսյաններից բռնած քաղաքական պատվերներ են կատարում։ Չի մասին է խոսքը, ինչի եք թույլ տալի դա բաց մնա։ Որ ինչ, որ ձեր ազգի դա ազդեցություն է, չէ՞։ Մեր Գարիկը կամեդի կլաբում այնտեղ ռուսական, այնտեղ մեկ էլ այնտեղ նայում ես կամեդի կլաբ, մեկ էլ կամ ասենք այդ մեդիան TNT-ը, Զիբիլը ասենք, հա։ Մեկ էլ նայում ես այնտեղ տակից ինչ որ Զելենսկի են ձեր առնում եւ այլ, այսպես շարք լուրջ եք ասում դու։ Թվում է թե հումորային հաղորդում է։ Բայց չի չեք փակում։ Ոնց է տենց ստացվում։ Դուք եք պայք, դուք ինչ եք անում, որ մի հատ է գնաց այնտեղ բողոքում եք։ Մեռավ բերաններս ցավալով ասելով, տենց վտանգ կա, տենց վտանգ կա, դուք նամակով դիմում եք ու լուրջ եք ասում։ Հիմա սա էսպես, բայց այս թեմաների մենք հələ հերթով կանդրադառնանք։ Հերթով կարգով հələ շատ բաներ, հələ ես այդ Մոլդովայի թեմաներն եմ բացելու, այնտեղ կներկայացնեմ ձեզ ոնց են պայքարել ավելի մանրամասն ինչա կատարվել։ Այս ընտրությունները մոտենում են սա այդ թեմաներին անվիրված լինելու։